հարգելի բարեկամներ, ինչպես եւ խոստացել էինք, ասում ենք բարի օր բոլորին, ովքեր միացել են մեզ, ովքեր մեզ հետ են եւ իրենց առավոտը, ինչու՞ չէ, այսօրը սկսում են ամենահայկական հաճախականության հետ FM 107.5 HD3 Los Angeles դեմ դիմաց Ռաֆայելը եւ Դերենիկը ձեզ հետ են, ասում ենք բարի օր, Դերենիկ, ողջույն նաեւ ձեզ։ Բարի լույս բոլորին։ Բարի։ Դուք ես երաժշտական ուղղվածությունը լսվում է ձեզ մոտ է ուզում հարցնել։ Հա, հետաքրքիր, ես ուզում եի հարցնել ինչ է, ով է։ Ուրեմն ֆանտաստիկ մի chill out background music եմ գտել, որը license free է զարմանալիորեն էս դարում, երբ որ ամեն ինչը վճարվում է, հա, փողով, պիտի գնես իրավունքը, background մեր music-ը 8 տարին շատ չի, կարող է բռնենք փոխենք մեր background-ը։ 8 տարի մենք նույն ուղեկցող երաժշտությամբ ենք եղել եթերում, կարող է թարմություն ապետ։ Բողոք չունենք, անգլերեն լավ ասացված կա, ասում է not broken, don't fix it։ Մի բան որ փչացած չի մի սարքի։ Դե եթե կա, լավ, մեկ թորինի թարմություն, օքեյ։ Կարևորը եթերում են, կարևորը հա, այստեղ ողջ չի։ Ինչ վերաբերվում է, որ ասեցիր պիտի վճարես, չէ, Ռաֆայել։ Ինձ թվում է դա շատ արդար բան է, որտեղ դա ինչ որ մեկի ստեղծագործական սեփականություն է։ Իհարկե։ Մարդ դրա վրա էներգիա է ծախսել, ժամանակ պատկանում է իրեն եւ օգտագործելու համար ինձ թվում է այո, անպայման պիտի։ Այդ կուլտուրան քիչ-քիչ է Հայաստանում, որտեղ մենք սովորենք ինչ որ մեզ պետք է ֆիլմերին բաներում էլ վերցնում ենք որտեղից պետք է դնում ենք ֆիլմը ոչ ոք դրա համար պատասխան չէր տալիս։ Ուրեմն փոխվեցին ժամանակները։ Որ եկել է մի հատ մեծ ընծան առիթի էի մասնակցում, որտեղ տարբեր երգիչներ էին, բեմից մի հատ արտահայտություն արեց մեր երգիչներից, հայտնի երգիչներից մեկը եւ դիջեյներից, որ երբեք այդ ուղությամբ չէինք մտածել եւ հիմա ձեր ասածը դրա շարունակությունը ասեց։ Ես էս բեմա հարթակից DJ-եր, որ համ երգում, համ մյուզիկներ էր play-անում, ասում եմ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այստեղ գտնվող եւ ոչ այստեղ գտնվող այն երգիչներին, որոնց երգերը բոլոր ծնունդներին, հարսանիքներին, կնունկներին տասնամյակներով օգտագործում են հայերը եւ դուք ոչ մի անգամ մանավանդ Ամերիկայում իրավունք ունենաս, չէ՞ որ public հրապարակես, որ դուք երբեք որևէ մեկին, որևէ մի պահանջատիրական քայլ չեք արել եւ իրոք ասես որ մտածեմ, դու հիմա կարաս մի հատ մեծ հարսանիք անես, դուք 3-4-500 հոգի մարդ կա եւ համաշխարհային հիթ ներկայացնես, դե գան այս սենսորներով բանկային հեղինակային իրավունք հարսանիքից 2 անգամ ավել տուգան են քեզ։ Դրա համար իրոք այդ ուղղությամբ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր տոլերանտ են այդ հարցում, բայց մտավոր աշխատանքը պետք է գնահատվի եւ ես համաձայնավոր։ Գիտես ինչ, մեզ մոտ շատ հաճախ չել նշվում, թե ով է հեղինակը երաժշտության, ով է լիրիկայի հեղինակը, որ մնաց պահանջեն ինչ-որ հեղինակային իրավունքներ։ Դե կարծեմ այդ օրինակը գա, որովհետև հիմա գիտեմ ինստիտուտ է հիմնադրվել Հայաստանում եւ քանի որ YouTube-ն է monetization-ը սկսել եւ այս գործառույթները բան, արդեն ինչ ասես, ոնց ասես չես կարող օգտագործել, որպես ես էլ YouTube ալիք ունեցող բախվել եմ շատ լուրջ դժվարությունների ինչ խոսք, բայց նաեւ հասկանում եմ, որ դա արդար է մտավոր գործունեություն ծավալող են մարդկանց համար, ովքեր ստեղծել են, ստեղծագործել են, հիմա որ կտավը, հա, վերցնես, բերես տունը կախես, նո, դա ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ կարգին է։ Ոնց է մեկնարկել օրը։ Օրը ընտիրը մեկ, այսօր առավոտ գիտեք ինչ էի մտածում, այդ նորություններն էի կարդում, էլ ուրեմն Իրանում էլի հարձակվել են Միացյալ Նահանգները գիշերով ռմբակոծել են, նրանք էլ բան են, ահա որ անակ պատկերները որ նայում ես ուղղակի զազելի մի բան։ Ինչևէ, այս խնդիրն էլ որ հարթվի, այս պատերազմը որ դադարի, կարծես թե աշխարհում հարաբերական հանգստություն կլինի, էլի։ Տեսակ մերձավոր արևելքն էլ, բանն էլ կարծես ավելի հանգիստ է, քան ասենք մի քանի ամիս առաջ։ Այս պարոն Թրամփ մի բան արեք, այս հարցն էլ լուծեք էլի, այս հարց այն մարդիկ էլ են մեղք, մենք էլ հոգնեցինք արդեն։ Այսօր Իրանը, բայց ամերիկյան քաղաքացի է բաց թողել։ Կնոջը ազատեց, որ քանի տարի այնտեղ է, Թրամփն էլ անձամբ շնորհակալություն հայտնեց եւ ասեց, որ սա բարեկամական քայլ է եւ այլն եւ այլն։ Համ դեղում է, համ եղում է Թրամփը, զգացել եք։ Վաղ առավոտ կզարթնի ուրիշ բան կասի, շատ դժվար է, շատ։ Ես պատկերացնում եմ արտասահմանյան երկրների ղեկավարների համար ինչքան դժվար է բանակցություն վարել ու ինչ-որ հարաբերություն պահել Թրամփի հետ, էլ շատ դժվար է, որտեղ օրից օր այնքան տարբերություն է անում, որ չգիտեմ։ Ֆանտաստիկայի ժանրից է։ 2022 թվականից էր տիկինը
գնացել էր ազգուտակ հարազատ բարեկամին այցելության, բայց երկքաղաքացի էր, Միացյալ Նահանգների քաղաքացիություն նաև ուներ, նրան մեղադրեցին լրտեսության մեջ, ինչը տրամաբանական է, այդ հայացքներով։ Լրիվ հնարավոր է, հա, իհարկե։ Բայց, ինչ ասես, ամեն ինչ հնարավոր է, կարևորը ասում է երրորդ երկրում է տիկինը եւ արդեն ապահով է, այո։ Ես այսօր գիտեք մերսիներից էի ուզում եթերը սկսել եւ եթե լսում է մեր վաղեմի մեր 5 տարվա գործընկերն է եղել պարոն Գրիշան, եթե լսում է մեզ, երեք մի տեղ ինձ հրավիրեց գործնական մի հատ հանդիպում ունենք, համել լանչ արեցինք։ Ես երբեք չէի մտածել, որ այդ արտաքինով, այդ միջավայրով, ասենց փաթյոյի պես դաունթաունում, այդ հաստատության մեջ այդքան համեղ եւ ֆանտաստիկ ուտելիք կարելի էր վայելել։ Շրիմպի մասին է խոսքը, չգիտեմ, ծովամթերք սիրում եք դերենիկ։ Ես այո, բացի շրիմփից։ Անպայման ես դեռ այստեղ եմ, ես ու դուք պիտի գնանք մի հատ այդտեղ ու մեր ռադիոլսողներն լիք։ Այդ գովազդ չի, ճապոնական տեղա, բան, ինչ որ բացարձակ գովազդ չեմ անում։ Ուղղակի թվում է թե շրիմպ է, չէ՞, շրիմպը։ Այ Աստված իմ։ Ինչ որ ձեթերի յուղերի, ինչ որ բաների մեջ տապակած եւ այլն, մենակ շրիմպ է։ Բայց անմահություն մի հատ։ Հարգելի պարոն Գրիշա, շնորհակալ եմ երեկվա լավ ժամանցի համար։ Իդեպ ասեմ, որ լավագույն ռեստորանները downtown-ում են Լոս Անջելեսի։ Ամեն տեսակի պատմեց, ու գիտես ինչ, մինչև գնալը ասում են, լայն-ապ դի շուտ գնանք եւ այլն։ Գնացեք մարդ չկա։ Ինչ 5 հոգի, 6 հոգի լինի թե չլինի։ Ինքն է զարմացավ։ Մոտեցել է այդ օնորին, դե ծանոթ են բան տասնամյակներով, ասում է, ինչ, էս ոնց է սենց բան։ Ու Թրամփին հայհոյանքներ։ Իմիգրանտներին լարել են, փողոցակցորս բան, մարդ չկա, մեր ասում է թիրախային այցելությունները այստեղ իմիգրանտ հիմա կեսը վախեցած է, կեսը փախած է, կեսը դեպորտ է, կեսը չգիտեմ ինչ, ասում է, այս վիճակն ասում է 3 գծով էր մեզ մոտ պատվերների շարքը 3 գծով էր ընթանում, մարդ չկար այդտեղ։ Այսպիսի բաներ, մի կողմը գոհ է շատ Թրամփից որոշ բիզնեսներ, որոշներն էլ մեղմ ասած դժգոհ են, այս է պոլիտիկա է իսկական։ Ես ուրեմն տարիներ առաջ ես էլ ծովամթերք շատ եմ սիրում, ֆրանսացիները ասում են ծովային մրգեր ասում են ծովային մրգեր։ Ուրեմն, բայց կարդացի երբ էր մի տարի առաջ էր, ինչ էր, որ Միացյալ Նահանգներ մտնող շրիմփի 85%-ը բանա ֆարմերում աճեցրած է։ Միայն 25%-ն է բան, այն էլ շատ տանգ է, այսինքն գնից մի անգամից կհասկանաս։ Ու որ տեսնեք, թե ոնց են նրանց այնտեղ պահում, ինչով են կերակրում, դե 2 կտոր շրիմպը 30 դոլար էր, այդ դե այդ կարող է հիմա այդ գնի պետք է լինի էլի, որ իմանաս շրիմփ ես ուտում, այլ ոչ թե բան, ինչևից է։ Այ մարդ, ֆուտբոլը երեկվա ֆուտբոլ։ Ինչ եղավ, ասեք, օլե։ Իմ տեսած լավագույն խաղներ եւ վստահ եմ ոչ միայն իմ շատերը կհամաձայնվեն ամբողջ աշխարհի, այո։ Մի անտիր այդքան դինամիկ, այդքան հետաքրքիր սյուժեով էլի։ Ով էր։ Բանը Արգենտինան խաղում էր բան Անգլիայի հետ։ Ասում եմ Անգլիայի։ Այո, Անգլիայի հետ։ Ուրեմն առաջի խաղակեսը հետաքրքիր չէր, տենց բան երկուսն էլ զգուշ եւ այլն գրեթե հիշարժան բան չկար։ Երկրորդ խաղակեսի սկզբում ուրեմն Անգլիան գոլ խփեց եւ շատ սիրուն գոլ էր։ Բոլոր գոլերն սիրուն գոլը որն է, մի հատ ասեք էլի։ Ասեմ քեզ։ Ինչ ասել է սիրուն գոլ։ Աչքիդ առաջ կոմբինացիան տեսնում ես տեղի ունենում։ Հա։ Մեկ էլ վազում են այն կողմից, այս կողմից պասը տալիս է ու գալիս է ուղիղ գլխին, էս էլ գլխով խփում մտնում է գոլ։ Ու կան որ ասենք նենց բան բրթում խփում մտնում է գոլ, էլի գոլ է, բայց այդ գոլ կա որ այմարդ վայլում ես էլի։ Արարատ 73-ը սիրուն գոլեր էին։ Չէ, երևի, բայց շատ կարևոր է, չգիտեմ, որտեղ շատ կարևոր, այո։ Էլ հիշենք մեր Լևոնին Նիշտոյան, կեցը մեր ֆուտբոլիստը, այո։ Ապրեն բոլորը, հա։ Բանս դարձրեց, լեգենդ դարձավ ինքն էլ, Արարատն էլ է պապակցությամբ։ Ու 1-0 տանում է Անգլիան։ Այս Արգենտինան սկսեց հարձակվել։ Անգլիան սկսեց պաշտպանվել։ Ուրեմն վերջի րոպեներին խաղի արդեն
Մեսսի իդեպ Մեսսին 39 տարեկան է բարեկամներ, 39 տարեկան ու խաղում է 19, 20, 21 տարեկան երիտասարդների հետ, էլի 39 այ մարդ 29 չի էլի, հա։ Եւ ամբողջ երկրորդ խաղակեսը պատկանում էր Մեսսիին։ Չնայած ինքը գոլ չխփեց, բայց մի հատ պաս տվեց, որից հետո հերահար հարվածով գոլ մտավ եղավ 1-1 եւ 2 րոպե մնացել արդեն ավելացված ժամանակում նորից Մեսսիի պասով գլխով մի հատ գոլ ու ավենջ վերջացավ։ Երկուսն էլ Մեսսի պասով է փաստային։ Երկուսն էլ բացի պասից ամբողջ խաղը հենց գնդակ անցնում էր Արգենտինայի ձեռքը նայում են ուրա Մեսսին։ Այդ մարդը այլ մոլորակային է, լուրջ եմ ասում։ Ոնց որ նա դաշտն է տեսնում, ուշադրություն դարձրեք խաղ, ոնց է տեսնում դաշտը, ինչ է կատարվում, եւ ինչ պասեր է տալիս, բան, ակուրատ նիվոց կլինի հայերեն այն մարդ։ Կոկիկ, հա, ճշգրիտ։ Ոնց որ ձեռքով վերցնես դնես, իսկապես այլ մոլորակային։ Դե բրավո, ինչ ասեմ, հա։ Եվ Իրաքի օրը մեզ սպասում է շատ հետաքրքիր բան, եզրափակիչ խաղ։ Արգենտինա, Իսպանիա, Իսպանիան էլ շատ ուժեղ։ Այսինքն չեմպիոն պիտի լինի կամ Արգենտինա կամ Իսպանիա։ Այո։ Մնաց 2 հոգի արդեն, հա։ Շաբաթօրն էլ 3-րդ տեղի համար կխաղան, հա, Ֆրանսիան Անգլիայի հետ, որը շատ քիչ մարդկանց է Դե բրավո բոլորին, աչքից ես էլ նայեմ այս անգամ։ Շատ հետաքրքիր խաղ է սպասվում։ Ում եք դուք երկրպագում։ Արգենտինային, ամենասկզբից։ Մեսսիի համար։ Այո, ինչ մեղք կստացեմ, հա։ Նեն չի որ մնացածին չեմ սիրում, բայց Մեսսին է պատճառը, որ մի ուրիշ երևույթ է այդ տղան։ Իսկ Իսպանիայի հիմնական խաղացող անունը։ Այնտեղ մի հատ ջայլ տղա կա 19 տարեկանը 2 օր առաջ լռացավ։ Անունը հիմա Եթե գիտեք հարգելի ռադիոլսողներ, լուսավորեք մեզ։ Յամալ, հիշեցի։ Յաման, այո։ Արաբական արմատներ կունեն։ Այո, այդ ցակումներն էլ է, հա։ Մավրների տոհմից կլինի, դրա դեմը խաղ չկա։ Շատ պայծառ երտա 19 տարեկան այն մարդ։ Գիտեք ինչն է, դուք պատկերացրեք ձեր ուսերի վրա ինչ բեռ անստում, երբ որ դուք 19 տարեկանում խաղում եք աշխարհի առաջնություն, 19, ես հիշում եմ 19 տարեկան ես ջուրեր գլուխս անմարդ, ոչ ես աշխարհի առաջնություն։ Կենտրոնանալ, բանանել, որ կարողանայի խաղեցաղ, պիտի մոռանաս, որ կարողանաս խաղաս, այդ որ հիշես ինչ բեռա վրա ծաղ աշխարհը քեզ անայում էլ չեմ ասում, հա, չես կարող, պիտի կարողանաս այդքան հոգեկան ուժ պիտի ունենաս, որ այդ տարիքում կարողանաս այդ ամեն ինչը գլխիցդ հանել ու ֆուտբոլ խաղալու, տղան այլուն է կատարում այդ։ Դե ինչ ասած, հրաշալի է, թող հաղթի ուժեղագույնը։ Շատ լավ ֆինալ եղավ, շատ լավ, հա։ Ինձ թվում է երկու ամենաարժանի թիմերը, իմ կարծիքով իհարկե, ես ֆուտբոլի մասնագետ չեմ, երկու արժանի թիմերը հասան եզրափակիչ եւ եզրափակչում, հա, կվայելեն երկուսին։ Արժանի ոնց որ հավասար շատ թեժ է պայքարը լինելու։ Այո։ Որտեվ կան չէ որ պատահականություն չէ, բայց sense որ անսպասելի են հաջողում առավոտ մոռացա, հիմա կանայեմ ու կասեմ թե մոտավորապես ինչ է հարաբերությունը, հավանականությունը իրանց։ Դուք նայեք, այստեղ մենք ողջույններ ունենք աշխարհի տարբեր անկյուններից, Գերմանիայից ունենք բարևներ, այո, բարևներ Գերմանիան, այստեղ Գերմանիան փոքրատար են գրել Գայանե Շաբարլյանը, Տիկին Գայանեն դիտողություն է անում մեկնաբանության մեջ, Գերմանիան մեծատար գրեք, փոքրատար Գերմանիան, դա արդեն ինչ որ Լեհաստանը, ողջույններս, բարևներ Ռաֆայել ջան, Դերենիկ ջան, աշխարհի հայեր ջան, Գոհար Կարյանն է գրում, բարև ձեզ, հարուստներն են գո Ռաֆայել ջան, հարուստները Թրամփի մասին գանգատվում է Էմի Ստեփանին, ինչ ասեմ հարգելիս, դե ողջույններ սրտիկներ, ասեք հարաբերակցությունը։ Շատ տխուր է հարաբերակցությունը, ես չէի սպասում։ Ապա։ Ուրեմն Իսպանիան 41% է հավանական որ տանի, Արգենտինան 27%։ Այսինքն Իսպանիան ավելի ֆավորիտ է։ Ապա, այս oddsmaker-ները, ով է որոշում էլ այս տոկոսը եւ այլն, հավատացեք ինձ, իրանք էմոցիա չունեցող մարդիկ են։ Իրանք չի հետաքրքրում ոչ Մեսսին, ոչ իր թիմը, ոչ բան, իրանց հետաքրքրում է միայն փողը, ու իրենք այդ ամեն ինչը մի կողմ գցելով, ուրեմն շատ քիչ ընկերություններ կան, ամբողջ Վեգասի կազինոներին, որ լայներ ունեն, ցանկացած խաղի վրա, այդ ընկերություններ կան, մի քանի 3-4 ընկերություն կա, որ այդ հաշվարկները անում են եւ ծախում են այդ ինֆորմացիան կազինոներին։
մեծ փողերով, հա։ Իսկ այդ իրանք ինչ որ անում են հաշվարկամյան, հսկայական սենյակներում ամենաժամանակակից կոմպյուտերները դրած, sense իրար միացրած։ Ու ինչքան ինֆորմացիա կա դնում են, ասենք երկու թիմի մասին, ինչ հնարավոր տարիքային SNNNN եւ մեքենան իրանց ասում է հավանականությունը մոտավորապես էս, որտեվ այլ կերպ չես կարող, մի թիմը միշտ ավելի ուժեղ է, քան մյուս թիմը, ոնց կլինի, ասենք, դժվար կլինի ստավկա անելը կամ բեթ անելը, դրա համար պիտի լայն լինի։ Bookmaker-ներ կոչվածները կարող են հաշվարկել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը։ Ուրեմն ասեմ, մի հատ ֆանտաստիկ թիվ են այստեղ հրապարակել, երեք են բառը չէին կարողանում արտասանել։ Հիմա նկարել եմ, որ ձեզ ցույց տամ, որ երեք ոչ մի ձև չկարողացանք։ Մի անգամ ես կարակ արտասանեք, սա մի հատ ցույց տամ, մի րոպե։ Հեծանիվա, նավա, եսի ինչը։ Հա, բայց մի շնչով, մի հատ խնդրում եմ, հարգելի ռադիոլսողներ, դուք դերեն եկեք դե տեսնում եք։ Չէ, փայլում է, չէ։ Լավ, ինչև է, հեծանանավակ, բայց օքեյ։ Ծառուկյանից տեսակ ինչ աստղաբաշխական գումարներ ես, որ քննչական կոմիտեն է, հակակոռուպցիոն է, ով ասես խոսեց, Գագիկ Ծառուկյանից պիտի բռնագանձվի 75 անշարժ գույք Երևանում։ 75։ Կեսը իրանն է, էլի փաստորեն ստացվում է։ Ու ասենք դժվար Խրուշով կալնի մի սենյականը, չէ, հասկանում եք, ասենք որ։ Այսինքն, որ Բրավո, եղբայր, այսինքն չես կարող չհիանալ, էլի շատ իմաստներով լուրջ եմ ասում։ 42 ավտոմեքենա լյուքս դասի։ Ենթադրաբար դժվար է 42, հա։ 42 105 միլիարդ 865 միլիոն 860 քանի հազար դրամ։ Իմ շատ համեստ գիտելիքներով մաթեմատիկական հաշվեցի, էդի մոտ միլիարդ կես միլիոնից ավել, չէ, կես միլիարդից ավել փող է անում։ Եթե մարդիկ ավելի դոլարի կուրսով կհաշվեն, խնդրեմ, թող մեզ լուսաբանեն, բայց մի ֆանտաստիկ թիվ է։ 38 իրավաբանական անձանց բիզնեսներում մասնակցություն։ Բայց այդ նշանակում է ինքը տարերիշ միսնակ բաներում Բաժնետեր է ինչ որ միտեղ, բաժնետեր է, հա։ Multigroup Concern SPN, Multi Autotrans SPN, Onira Club SPN եւ իրավաբանական այլ հաստատություններ։ 105 միլիարդ դրամ ներառում է նաև ապօրինի եկամուտների մնացորդները, ծախսերը, ինչպես նաև տրված փոխառությունները, պահանջի իրավունքով եւ 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք պլաս 42 տրանսպորտային միջոց։ Հենց 47 տրանսպորտային միջոց։ Սա նախնականն է։ Multi Wellness-ը անցավ Երևանի քաղաքապետարանին, ցեմենտի գործարաններ պետականացնում են, դա չհաշված։ Այո, բանը Արարատ ցեմենտը։ Բայց ախր իսկապես պետքա պատկերացնել Արարատ ցեմենտը, այդ կոնյակի գինու օղու կոմբինատ ու այդ մնացած մեծ մենակ ընկերություններից ինչ եկամուտ ա եկել, էլի։ Ես գիտեք ինչն է իսկապես որպես մարդ զարմացնում։ Դու բիզնեսմեն ես, ըստ ամենայնի հաջողակ բիզնեսմեն ես, բանավանդ Հայաստանի պայմաններում։ Ունես գործարաններ, ես մեծ եկամուտներ, այն մարդ նորմալ աշխատի, էլի։ Ու գիտեք, ոչ թե բարոյապես պիտի հասնի այնտեղ բան, այլ գոնե վախից ասելով, որ ես այս ամեն ինչը հիմա ունեմ, եթե ես գնամ էլի խախտում անեմ, էլի ես բանտում եմ կյանքիս վերջին օրերը անցկացնել։ Ուրավ այդ վախը չի կարողանում այդ կասեցնել այդ մեծ ագահությունը, էլի, որ էս էլ 40-ան, 60-ատ մեքենա, չես հագենալու ախր, ինչքան պիտի մեքենա առնես, որ հագենաս էլ մեքենա չառնես։ Ճիշտ ոսկե ձկնիկի պատմությունն է, ճիշտ ոսկե մարդիկ չեն կարողանում այդ հանճարեղ Պուշկինի այդ պարզ տրամաբանությունից օգտվել։ Կարողանային այսօրը չեն լինի, բացի այդ այս ամեն ինչի հետ հանդերձ նաև քաղաքականությամբ զբաղվես, մտնես։ Էդ էլ ավելի բան է, հիմա հարկեր բան է, որ ժլատությունն է, ագահությունն է, չէ՞, մարդուն գործամասում ամենամեծ մեղքը ագահությունն է, բայց քաղաքականություն մտնելն է, այսինքն ինչ պիտի դու անեիր քաղաքականությամբ, որ դու չես կարողանում անել միլիարդներով։ Բարերի արի համբավը լավից վատից վայելում ես։ Եկեղեցիներ, բիզնեսներ, միլիարդներ, ինչ է պետք եղբայր քեզ, որ դու ընկերես այդ մանդատի հետևից փողով, հրով, սրով, ուզում ես դառնաս դեպուտատ։ Այս է, էլի։ Այո,
ունես սեփական գազանանոց, ունես սեփական եկեղեցի, ունես ամեն ինչ էլի այ Ամեն ինչ, իսկականից կարծես թե ժամանակն ա գալիս էլի որ մի քիչ իմաստունանա, բայց չէ։ Իսկ այդ падգամավորական խնդիրները ինձ թվում է հիմնականում բանի համար արվում, որ անձեռն մխելություն ձեռք բերի այդքանի վրա էլ էլի, այն ժամանակ ասում է, տեսանք բայց բոլոր դեպքերում հիմարություն է իհարկե։ Մեկ քայլով այդ մանդատից զրկում են, տեսանք առաջին գործարարը չի որ բան է լինում։ Հետո շատ լոփո խոսեց, շատ։ Այսինքն էլի գոնե մի քիչ բան մնա, էլի գիտես տակը թացա, էլի այդքան խնդիրներ ունես։ Մի տենց բերանը չէ, պետք է անպայման դուզ գա խոսա, ասի բան անես։ Այսինքն բան է այդ որ պիտի գցեմ քեզ վանդակը 200-ով, որցառույցով, այդ գոնե այդքան խելք պիտի ունենաս, էլի որ չանես դա։ Գիտեք ինչ, հաճախ թվում է մի բան չանելը հեշտ է, քան անելը, բայց իսկապես չանելը դժվար է, որտեղ պիտի անընդհատ չանես։ Ասենք, եթե չես ուզում ծխել, չէ, պիտի անընդհատ չծխես։ Եթե պիտի սարից թռնես, վախենում ես, թռնում ես, վերջանում է։ Իսկ չանելը վերջ չունի։ Անընդհատ պիտի չանես, անընդհատ։ Ու մարդիկ չեն դիմանում, էլի դժվար է։ Ամեն մարդու, հա, իհարկե, ամեն մարդու բան չէ։ Եվ այստեղ Արարատ-ցեմենտից, քանի որ խոսեցինք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Արարատ-ցեմենտ ընկերությունը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ամբողջությամբ արդեն հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Վերջն պաշտոնական հրապարակեցին։ Դե տեսնենք ուր կգնա սա եւ արդարության համար, բայց ասենք որ պետությունը միշտ չի որ ինքը լավ կառավարիչ է։ Հիմա ես շատ բան չգիտեմ այդ, բայց հա։ Չէ, ես դա լրիվ դա բան կարծիքա, այո, կառավարությունը չպիտի տենց բաներով զբաղվի, բայց երբ որ այս տեսակ ալան թալանա գնում, ու նույնը հեծում էր, որ ինչ ուզում անում են, երբ ուզում հոսանքը անջատում են, ինչ գին ուզում գնում են, իհարկե պիտի կառավարությունը վերցնի իր ձեռքը։ Պիտի որպես Երևանում ապրող մարդ ձեռս դնեմ խղճիս ասեմ, էլի, ես որ նոր էի տեղափոխվել, ռադիոլսողներն կփաստեն, ձեռը իարդում արդեն հենց լույսերը տանում են, ռադիոյով մտնում է եթե ձեռը իարդում, դե հնարավոր չէր պայքարել։ Ինչ էս բան անջատվում է, բայց բացառիկ դեպքերում Ժորժան իրոք եմ ասում էլի ոչ ինձ հեծն 1000 տարի պետ ոչ ինչ որ մեկի շախն է ինձ 1000 տարի պետ որ պաշտպանեմ որպես երևանցի շարքային մարդ եմ ասում չի լինում էլ այդ տերորիստական բնույթի անջատումները դրա համար եւ պիտի ժամանակը գա որ մենք ունենանք այնպիսի բիզնեսմեններ որ փոխանակ մտածեն ոնց թալանեն բանանեն իսկական բիզնեսով զբաղվեն այն ժամանակ էլ թող իրեն գան վերցնեն ցեմենտն էլ հեծնել եւ այլն հա թող վերցնեն Նեյմա անդիմությունը սենց է մեկնաբանում ասում է դե դուք մեկից վերցնում եք մյուսին որ տակ իբր Փաշինյանական կոմի մեկին տակ այսինքն չեն խոսում ում էլ կան խոսք ալինելու հա դա մարել պետական ճիշտ այդքանը ճիշտ են արել որ հասկացել են ու բան են անում հա Թրիփի process-ներն են մեկնարկում հարգելի բարեկամներ, Թրիփի կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև Թրիփի վավերացման գործընթացը եւ այն ուղարկում է սահմանադրական դատարան, այսօր պարոն Արարատ Միրզոյանն է խոսել հարցի շուրջ, սահմանադրական դատարանի նշված միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ազգային ժողով քննարկումը տեղափոխելու համար այնտեղ։ Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը։ Անտիր, եւ ոչ ոք մինչեւ վերջ չի հասկանում թե սթրիփը ինչ է, ասեմ Կարծում եմ ոչ մեկ չգիտի էլ իսկապես ինչա, բայց առայժմ լավ է։ Ես պատկերացնում եմ այն օթանավակայան, որ գնում ենք ստեղ այն 110, 101, որ խաչվում են մեծ հանգույցը որ կա։ Ինձ թվում է այդպես մի հատ բան է, որ Ադրբեջանից եկողից վերևով գնալու է Նախիջևան, մենք մեղրի գնալով տակով է գնալու են վերևի սյուներով էստակադան թրիփն է լինելու, ես տենց եմ պատկերացնում։ Այսինքն մենք ընդերի հետ բան չունենք։ Ռուսներին տեղ չմնաց։ Իդեպ ազգանունով ռուս Սակալովը մի հատ հայտնվել, որը բանն է, այո, ինչ ասես այդ մարդու մասին, ինքը ռուս ծնվել է, բան, բայց ամերիկացի մարդ է, սա կյանք ամերիկացի չի։ Բայց ինքը բանի Թրամփի ամենամեծ դոնորներից մեկն էր ընտրության ժամանակ։ Մեծ գումարներ ա տվել։ Դա բանի նման, էլ մասկի նման էլ։
Եվ հիմա ժամանակն է, որ Թրամփը բարձրահատույց լինի եւ նշանակելով այ փող ուտելու տեղա դրա պաշտոնը, որ նշանակ փող ուտելու տեղա, այսինքն հարյուրավոր միլիոններ ինքը պիտի կարգավորի, թե ոնց ծախսվի ստեղ այնտեղ տարբեր երկրներում։ Դու պատկերացնում ես ինչ օվկիանոս է, էլի բանի։ Լավ նորություններից Ապա կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրոպական միություն երկրներ ձգան եւ մթերքի արտահանման համար տնտեսվարողների գրանցման ցուցակ առողջության սերտիֆիկատ տրամադրելու կարգը։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանի խոսքով այս որոշմամբ ավարտվում է Եվրոմիության շուկա հայկական ձկան արտահանման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորումը։ Նրա խոսքով արդեն 5 ընկերություն համապատասխանում է Եվրոմիության պահանջներին եւ պատրաստ է արտահանում սկսել։ Ալացի արմատ կեցեք էլի։ Որտեւ ձուկը հեշտ չի էլի արտահանել, այդ պիտի հատուկ պայմաններում պահվի, այն բան փչացող ապրանք է եւ 5 ընկերություն արդեն այդ բանը ունի էլի, համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Բրավո։ Ես ենթադրում եմ սա բանա, չէ, աճեցրած ձկներ են բաներում։ Ֆերմաներ են այնքան մեծ ֆերմաներ։ Չէ, ֆերմաներում է, այո, որտեվ իդեպ Աբովյանի կողմը կա, շատ կա այդ Խորվիրապի բանի կողմերը։ Ես անցել եմ էլի կողքերով տեսել եմ, մի լավ ծանոթել ունեմ, հենց ձկան ֆերմա ունի։ Ու ես չէի մտածի, որ ամենաշատը գիտեք ովքեր են, որ ինչ արարածներ են վնասում ձկներին։ Առագիլները։ Ես երբեք չէի մտածի, որ առագիլը, որ գիտեի բախտի առագիլ, այդ առագիլները գալիս են վերևից, ձկները գողանում տանում են, ցանցեր են բան արել, որոշ երևի 2 տարի առաջ էր հիշում եք, որ ձթի մեջ կորած առագիլների նկարներ տարածվեց համացանցում, պարզվում է որոշ ձկնաբուծարաններ ջրի մակերեսին ինչ-որ տենց ծութի պես բան են շախտվել, որ չկարանան, այս խեղճ հայվաններն է, դե բնազդ է, եկել են, փորձել են տանել ձկներին ու ամբողջությամբ ձթապատվել են ու չեն կարողանում արդյունքում թռնել։ Հիմա օրենքանություն որ ցանց լինի, որ վերևը ցանցով փակեն։ Այդ դպրոցական տարիներին այդ Մասիսի կողմ էին գնում ձուկ բռնելու ու այդ արագիլները գալիս գողանում էին մեր բռնած ձկները։ Որ իսկ լուրջ եմ ասում, մենք դույլի մեջ էինք դնում կողքներս։ Մի պա ուշադրությունը թեքեցի, մեկես ճապ չլավ ու վազում էր այդ մի անգամից չեն կարողանում թռնել իրանց ինքնաթիռի պես որոշ արագություն պիտի հավաքի, որ կարողանա օդ բարձրանալ։ Դա շատ լավ է։ Դե բնությունից խոսեցինք, մեծ մարաթոն է կազմակերպվում, աչքես ես ու դուք պիտի գնանք Tour of Armenia մեքենայով, հաստատ հեծանվավազքի մրցաշարի ընթരാճ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-ին 35 անցկացվի Սևանի շուրջ սիրողական հեծանվային արշավը, նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթին, առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։ Արշավի մասնակցելու պայմաններն են, այս հետաքրքիր է։ Մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կիլոմետր ճանապարհ առանց դադարի հեծանիվով անցնելու կարողություն։ Կատակ բան չի էլի։ 25 կիլոմետր, հա լուրջ է։ Առանց կանգնելու Մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն, տեղեկանք առողջության վերաբերյալ, որ չի պարունակում հեծանվային արշավի մասնակցության հակացություններ, այսինքն սիրտը, բանթոք սիրտը։ Մասնակիցը պետք է պատրաստական լինի օգոստոս ամսվա մասնակցելու մարզումներին, տանելու են սպանել։ Հեծանվորդները հեծանվային արշավի մասնակցում են իրենց անձնական հեծանիվներով, ընդ որում թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները։ Աբա չէ բետերիով չես կարող։ գնաս։ Ես այդ կմասնակցեի այդ ժամանակ, եթե բետերիներով լիներ։ Մեծ հաճույք։ Էլի կա հեծանվային արշավ։ Եվ բատերիները չարժի դնելուց գարեջուր ես խմում, բան։ Չարսն ստացվում են ինքը տանում։ Okay, եւ հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, մրցանակային որևէ բան նախատեսված չէ, կարճ ասած, սերտիֆիկատ եք ստանալու։ Շատ չվող։ Ստեղ էլեկտրոնային փոստա, որին պետք է ուղղակի հայտեր ընդունում, ինչեւ հուլիսի 30-ը շտապեք։ Դեռ ուշ չի, լավ։ Այո, բարեկամներ, շտապեք։ Տես Հայաստանում ինչ ազգանվեր գործեր են անում, առողջությանը հետևում, բարոյական, իսկ մեզ մոտ ապա Միացյալ Նահանգների անկախության
250-ամյակի առիթով Միացյալ Նահանգների դրամահատարանը կսկսի հատել նոր $1 ոսկե մետաղադրամ ում պատկերով Տրամպի լուպտիլ։ Չէ, իմուքո, այս կոմը ես եմ, այն կոմը դու ես Տրամպ։ Այո, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով, բայց պիտի պատկերը տեսնեք, ասենց Մելանի հետ։ Չնայած նայումա վախենալու է։ Աստված։ Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ այո, այս մարդը չի հագստանում էլի։ Ծառուկյանից էինք խոսում, չէ՞, հələ այստեղ նայ ամարտ աշխարհը կոն, էլ ինչ ես ուզում։ Միացյալ Նահանգների դրամահատարանը կսկսի հատել նոր $1։ Այո, գերում են, հետո նորից նույն բանը կրկնում են, խիղճ ունենք, էլի։ Ազատություն, հա։ $1 ոսկե մետաղադրամը ի պատիվ ազատության հարատև ժառանգության եւ հայրենասիրության մնայուն խորհրդանշի Տրամպով։ Մետաղադրամի մի պատկերված է նախագահ Թրամփի մի պատկերված է նախագահ Թրամփը այն խորհրդանշում է ամերիկյան արժեքների ուժը եւ այն երկրի խոստումը նվիրված է բոլոր ազատության պահպանմանը Տրամպը ուզում է դառնա Վիլսոն իր արևին, ինձ թվում է Վիլսոնի պես։ Հիմա մի կողմը արծիվ է Ղուշն է, էլի, մի կողմն էլ Թրամփն է։ Հիմա առաջ որ ասում են կիր թեղուշ, հիմա պետք է ասենք Թրամփ թեղուշ։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, բայց ես տենց բան Միացյալ Նահանգների պատմության մեջ չի եղել, որ կենթանի մարդու պատկերով դրամ տպեն, հասկանում եք։ Հիմա բացի դրանից էլ ուզում է որ այդ հարյուրանոցների վրա, փողի վրա իր ստորագրությունը լինի, չգիտեմ, լավ, ինչ որ է։ Ես մենք ասում ենք Ծառուկյան։ Հիմա դες Ծառուկյան ինչ փոքրիկ է դառնում է ցավերը, մի քանի կոնյակ ածախել ցեմենտ 40 հատ ավտո ունի լուքստաս։ Այլ։ Բա չես ասում։ Ապա Ես զարմանում եմ որ ուրեմն նոր գիրք է հրատարակվել։ Չասեք Տրամպն է գրել։ Չէ, այս Հայաստանում արդեն։ Ապա Վերնագիրը գիտեք ինչ է գրքի։ Աստծուն եմ հակել ներսից եւ դրսից։ Շատ հետաքրքիր է։ Բանը չէ։ Ագրեսիա կամ մի տեսակ։ Ով է հեղինակը։ Հրատարակչական կողմից լույս է տեսել գրող Պատմա Վիպասան Սասուն Վարդանյանի Աստծուն եմ հակել ներսից եւ դրսից Գրիգոր Նարեկացի գիրքը։ Ստացիմ չեմ ավարտում։ Հետո Ինձ ասում բանը մատիկ տարբեր մեկ անկեղծ արտահայտվեց ես մատը։ Ես ուղղակի տարբեր ձև եմ հասկանում այս վերնագիրը։ Ամեն մարդը կարող է ազատ է։ Հա, հետո ստվագրված աշխատությունը ժամանակակից ընթերցողի համար բացահայտում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները։ Լուրջ է։ Հեղինակը հերքում է այն բոլոր կարծիքները, որ Նարեկացին ստեղծագործել է արաբական, պարսկական կամ հունական մշակույթների ազդեցությամբ։ Կարծես վատ բան է, չէ՞, Չէ, մաքրամաքուր պիտի ոնց հայ ու գեր։ Բայց ու որտեղից վերցնել, էլ ինչ կարեն ժամանակը։ Այ եղբայր։ Հիմա որ ասես Մեսրոպ Մաշտոցը գնաց եւ Խորենացին։ Հա, պատմությունը գրելուց, չէ, փաստա Խորենացին գնաց Եգիպտոս, Ալեքսանդրիայի գրադարանից մի երկու բան կարդաց, որտուց պիտի 405 թվին, ինչ պիտի գրեր այդ մարդը հայոց պատմություն։ Այնո պատմաբանի հետ եմ վիճում, բան չմոռանաք այդտեղ ինչ 405 թվականից է սկսել գրել, բայց պատմահայրն է, ով որ գրել է Իրանից մի 2000 տարի առաջվա արդեն պատմությունը։ Որտեղից պիտի սորսը ունենար աղբյուրները գրելու համար։ Մտածեք։ Էլ ինչ է գիրքը ասում։ Վերջում ամենահետաքրքիրը վերջում է։ Գիրքը վաճառքի ենթակա չէ։ Գիրքը գրել չի դիվա։ Եկեղեցու մադրած կասի։ Այն տրամադրվելու է, դեռ չի տրամադրվել։ Վենետիկի Մխիթարյան միաբանության, Վաշինգտոնի կոնգրեսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի եւ Հայաստանի ազգային գրադարանին, ինչպես նաեւ համալսարանական գրադարաններին Գյումրի, Գորիսի եւ
Վանաձորի քաղաքային գրադարաններին։ Okay, շատ լավ, Okay, ապրեն։ Ну, Եվս մեկ բան, այդտեղ գիրք որ չի ընթերցվելու ոչ մեկի կողմից, լուրջ էր, հա։ Աստծուց խոսեցինք, բարեկամներ, անաստված բան ա տեղի ունեցել Գյումրիում։ Ներքին գործերի նախարարությունից բարձաբանում են նախ ասենք 3 ողջ համացանցը տարածվում էր տեսանյութով ծեծկարտուղ ջարդոփշուր Գյումրիում մորթում են իրար։ Երևի դուք էլ եք տեսել։ Էսա, այն որ կրակում են։ Դե ինչ ասես արեցին, մի քանի դրվագ էր, չգիտեմ որը տեսակ։ Գյումրու Սայաթնովա փողոցում 3 երեկոյան կուտակումներ են առաջացել, ոստիկաններն են ժամանել, Գյումրի Սայաթնովա փողոցում Audi մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումները արձանագրելու ժամանակ Շիրակի մարզային գումարտակի պարեկներին մոտեցել է 2 ընկեր, վարորդի ընկեր։ Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողությունները, դրսևորել են բացահայտ անհարգալից վերաբերմունք պետական աշխատակցի նկատմամբ, հնչեցրել են սեռական վիրավորանքներ, հայհոյանքներ, միաժամանակ խաթարել են բնականոն երթևեկությունը։ Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա, 47-ամյա 3 տղամարդիկ արդյունքում ձերբակալվել են, տեղափոխվել են համայնքային ոստիկանության Կումայրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակ մարզային քննչական վարչություն։ Դեպքի կապակցությամբ լալալա մի խոսքով ապօրինի բաներ են արել, խոչընդոտել են ոստիկաններին, ովքեր խախտած Audi վարորդին փորձել են տուգանել։ Բայց ում ես դու տուգանում, դու չգիտես որ մեր աղբորը։ Հա։ Բարնեմ սարտի սպասի ես խոսամ։ Դու մատ այն կողմ ես հեսա բան կանեմ, չէ՞, հա։ Հին հայկական ձևաչափ։ Իմ տեսածը ահավոր էր, ինչ որ այդ վիճում էին մեքենաները երկու կանգնած, հա։ Մեկը դուրս եկավ ու հետարքի էր կարճ շալվարով, հայ։ Ու կրակեց ոտքին էս մեկի, էս ընկավ գետին, կրակեց մեքենայի անիվներին, հետո հետևից խփեցին սրա գլխին գցեցին, մի ահավոր բան էր։ Ո՞վ է հին բան այդ ինչ որ։ Այ քեզ բան։ Գնանք առաջ, հարգելիներս, տեսնենք ինչ ունենք համացանցում, ունենք 10 րոպե։ Մինչ այդ ասեմ երկու բառով, գիտեմ, մեզ հետարքիր է էլի բոլորիս էլ այդ Իրան Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին, Միացյալ Նահանգները նորից գիշերը բաներ արել, նրանք էլ կրակում են իրենց մոտիկ հասանելի ամերիկյան բազաներին տարբեր երկրներում, լավ չի բոլորովին վիճակը եւ գիտեք ինչն է ամենավատը, պատուհան չի երևում, ասենք լույս չի երևում թունելի վերջը, որ ասես այնքան գնալով լարվում է եւ գիտեք ինչ է դառնում, փաստորեն ոչ թե երկու երկրի, այլ երկու երկրի ղեկավարների էգոյի կռիվ է դառնում էլի։ Էս ասում են նրանց, այն նրան դրանց բաներ են ասում, երկու հոգի ոնց որ վիճում են թե ով չէ, դրա համար լավ չի լինելու սրա շարունակությունը։ Այս նյութն եմ ման գալիս ձեր ասած կրակոցների հետ կապված։ Հա, գտա՞ր։ Այո, գտա։ Համացանցում տեսանյութեր հրապարակվել Վարդավառի օրը Երևանում Վաղարշյան փողոցի բակերում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Սկզբում երևում է թե ինչպես է սպիտակ շապիկով եւ գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն կրակում նրա ոտքին, ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ եւս։ Դրանից հետո մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին, լսվում են մարկային աղաղակներ, բղավոցներ, ինչպես հայտնում են դեպքի առիթով ճիչեր իմ կողմից էլ ասում, հա, քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, մի խումբ անձանց կողմից սպանության փորձի, մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով, նրա նկատմամբ կալանքը խափանամիջոց է ընտրվել, մեր տեղեկություններով անձը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կրակողին վրաերթի ենթարկած վարորդն է, իդեպ կրակոցներ արձակած երիտասարդն էլ դիմել է փախուստի, այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում, բայց 3 օր անցել է, մի բան չկա, մի հատ ինձ ամենաշատ զարմացրեց, որ այդ կրակողը կարճ շալվարով էր։ Դե Վարդավառը կրակող չի տեսել։ Ես ասել տեսանյութ Հայաստանում են էլ։ Աստված իմ։ Ահա, ես չէի տեսել։ Մի րոպե։ Այ քեզ պատում։ Հա։ Կտրվի դրասույչ տեղեկություն գրած է, այլ մանրամասներ չեն հաղորդում։ Օրը ցերեկով կրակոցներ դաժան ծեծ վերնագիրը։ Վարդավառի տոնին, երբ մայրաքաղաքում տոնական տրամադրություն էր, Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի 24 կոտորակ 6 բնակելի շենքի բակում վիճաբանություն էր, ծեծկարտու կրակոցներ։
Վստահ եմ հիմար բանի մասին է, Կրակոցի ձայնը լսեցի, դուրս եկա, տեսա իրար ծեծում են, հետո 4-ին կրակոց եղավ, մորթում են, ասել է բնակիչներից մեկը։ Ականատեսներից մեկը նշել է նաև, որ մի խումբ տղամարդիկ դաժանորեն ծեծել են մեկ անձի, շարունակելով հարվածել նույնիսկ այն ժամանակ, երբ նա ընկած էր գետնին եւ չէր շարժվում։ Սարսափելի էր։ Մեկ այլ բնակչի խոսքով վիրավորած տղամարդը, չնայած վնասվածքներին, ինքնուրույն նստել է մեքենան, փորձել հեռանալ հրաժարվելով շտապօգնությունից։ Բնակիչներն ասում են, դեպքը մի քանի րոպե առաջ նույն վայրում երեխաներ էին խաղում, իսկ ոստիկանները դեպքից հետո տարածքից պարկուճներ էին հավաքում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ արդեն ձերբակալված է, վիճաբանության պատճառները չեն հայտնում։ Բայց հետարքիր է նաև այդ ատրճանակները որտեղից են գնում, էլի, որտեղից է գալիս, այդ բանակից է գալիս, որտեղ ուրիշ աղբյուր Հայաստանում ես չգիտեմ որ կա, կամ ոստիկանություն, ով ունի, բանակ ունի, ատրճանակ, ոստիկաններ ունեն։ Ամեն ինչ էլ կգտնեն։ Այստեղ հասկանալի է, գնում ես խանութ, գնում ես, բայց այնտեղ որտեղից են առնում, էլի, եւ բավական շատ է, էլի, մի քանի օրը մեկ փողոցում կրակոց է, այսինքն ձերքին զենք ունեն մարդիկ, որտեղից, ես չգիտեմ։ Այսքանը Դու ստուդիո երբ ես գալու, Ռաֆայել։ Չեմ կարող ասեմ դեռ, որովհետև այսօր ինչ է մի րոպե 5 շաբթի, վաղը, հա, վաղը կարամ։ Ինչ կա։ Մեջ մի քանի բան կա, հա։ Okay, ուրբաթ օրը։ Լավ։ Okay։ Լավ։ Դե ձեզ ասեմ ինչ, մինչ վաղը, չնայած վաղը եթերում ես ունենալ լինելու։ Հա, մինչ երկու շաբթի սիրել։ Մինչ երկու շաբթի։ Ձեզ լավ օր։ Դերենիկին ասեցինք ցտեսություն մինչ երկու շաբթի։ Այսքանը հարգելի բարեկամներ, այսօրվա համար շնորհակալություն բոլորին ուշադրության համար, շնորհակալ եմ մեր թանկագին, մեր հրաշք գործընկերներին։ Այո, մի քանի օր դեռ այստեղ եմ հարգելի բարեկամներ, աշխատում ենք սիրով, աշխատում ենք ձեզ համար, եթե կան գործընկերության առաջարկներ, թեպետ ասեմ, որ մյուս շաբաթ արդեն նոր անուններ կլսեք մեր եթերից, նոր գործընկերներ են մեզ միանում, ինչի համար շատ ուրախ ենք եւ շատ շնորհակալ, եթե դուք էլ կցանկանաք մեզ հետ համագործակցել, մեզ հետ աշխատել, եկեք անենք դա հարգելի բարեկամներ, եկեք անենք, քանի այստեղ եմ, քանի Լոս Անջելեսում եմ, կարող ենք այսօր հանդիպել, կարող ենք վաղը հանդիպել, որը խնդիր չկա եւ շարունակենք մեր համագործակցությունը, ինչպես օրինակ մեր գլխավոր գործընկերների, մեր գլխավոր հովանավորի հետ Sevan Meat Market եւ Sevan Meat and Fish Market, շնորհակալություն, որ մեզ հետ եք, մեր կողքին որակի չափանիշ հարգելի բարեկամներ, 25-26 տարի որակը արդեն վաղուց այցեկարգն է դարձել Sevan Meat Market-ի եւ Sevan Meat and Fish Market-ի 1315 East Colorado Street 1037 East Broadway, շնորհակալություն մեր գլխավոր գործընկերոջը այսքան ժամանակ մեր կողքին լինելու համար։ Հատուկ շնորհակալություն նաև Level Restaurant եւ Lounge-ին, Glendale-ում հրաշալի վայր լավ ժամանցի գործնական հանդիպումների համար, լանչի համար, այցելեք եւ վայելեք ամեն մի պահը, մեզ մոտ hookah lounge կա, մեզ մոտ patio, բաց տարածք, երաժշտություն, բիլիարդ, ալկոհոլի տեսականի, էլ ինչ է պետք լավ ժամանցի համար։ Սիրով սպասում ենք ձեզ, համեցեք։ Ամենահամեղ գործընկերը իհարկե Vivaldi Catering ծառայությունը, Vivaldi-ն մեր դասական գործընկերները հատուկ մեր ռադիոլսողների համար անակնկալ են պատրաստել, եթե նշեք պատվերից առաջ, որ մեր շոուի ժամանակ եք լսել, ասեք մեր անունը եւ ստացեք մրգային ափսեն, ասորտին, մրգային տեսականին, որպես նվեր, որպես քաղցր համալրում ամռան այս շոկ օրերին։ Vivaldi Catering 707771771 Հատուկ շնորհակալություն իհարկե Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակին մեր կողքին լինելու համար, վստահելի գործընկեր, ձեր իրավունքների պաշտպան, եթե ունեք լիսարած մեքենա, բայ արած մեքենա 21 թվականի գուցե ավելի նոր մեքենան խնդիրներ է տալիս, հոգնել եք դիլերշիփ այցելելուց եւ խնդիրներին լուծումներ տալուց, վստահեք մեր պրոֆեսիոնալ ընկերներին 818-319-3194 Lemon Law Boulevard ձեր վստահելի գործընկերը։ Հատուկ շնորհակալություն իմ լավ ընկերոջը LA Smart Blinds շուկայի առաջատարը, եթե շերտավարակույր, եթե վարակույրներ, Roman Shades, patio-ի բլայնդներ, զիբրաներ, փրկոլա պատիոներ, ապա միայն մեկ անուն
երկար տարիներ բարի համբավ վայելող եւ ամենահարմար գներ առաջարկող LA Smart Blinds-ը 1808 Victory Boulevard հասցեում է գործում։ Եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել անվճար խորհրդատվություն, չափագրում, գծագրում 818 281 8136 LA Smart Blinds։ Շնորհակալություն, որ մեր կողքին եք։ Հատուկ շնորհակալություն նաև փաստաբան Լեոնիդ Մուշեղյանին, քարե խոհանոցային սեղանների Countertop ոլորտում աշխատողներին։ Դուք հնարավոր է վտանգել եք ձեր առողջությունը շնչելով այդ հնարավոր փոշին այդ աշխատանքի ժամանակ, այնպես որ դուք կարող եք իրավասու լինել անվճար առողջական ստուգման եւ ֆինանսական փոխհատուցման։ Զանգահարեք անվճար եւ գաղտնի խորհրդատվության համար փաստաբան Լեոնիդ Մուշեղյանին 424 272 0000։ Դե ինչ այսքանը, շնորհակալություն բոլորին ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ թողարկմանը, Ar Music Radio, աշխատում ենք սիրով ձեզ համար։